Ողջույն բոլորին հարգելի ընկերներ, այսօրվա վիդեոն նվիրված է անգլերենի ուսուցիչներին, ովքեր նոր են կամ նոր չեն, բայց ուզում են ինչ-որ նոր բան սովորել կամ փոփոխել իրենց դասավանդման ոճը։ Տեսեք, իդեպ ժամը գիշերվա արդեն 1-ն է, բայց ես վիդեո եմ զապիսանում, որտեվ այս ժամին է իմ մոտ գալիս մուսան։ Տեսեք, ուրեմն պատրաստել եմ այստեղ prompt, որի մեջ ասում է, որ ինքը 30 տարվա մասնագետ է անգլերենի, աշխատել է շատ պրեստիժ համալսարաններում, Harvard, Oxford, ու ես ուզում որ դու ինձ սովորացնես, train անես, թե ոնց ներկայացնեմ նոր բառապաշարը երեխեքին, ովքեր սովորեն անգլերեն, ու բացեմ թողել գրքի անվան տեղը, որպեսզի դուք գրեք ձեր գրքի անվան անունը։ Այսպես, ասում եմ, որ ինձ տուր ներկայացրու ամեն բան քայլ առ քայլ, հա, պրակտիկ օրինակներով, как бы մի խոսքով ինձ սովորացրու, թե ես ոնց այդ ամեն ինչը անեմ։ Այս prompt-ը կարող փոփոխեք, այլ ավելի զարգացնեք, բայց ինձ թվում է սա ավելին քան հերիք է, որպեսզի ինչ որ բան ձեզ տա։ Հիմա ես դա copy եմ անում։ Վիդեոյի իմաստը նրանում է, որ դուք սովորեք prompt-ից օգտվել։ Այստեղ ես չեմ պատմելու, թե ոնց բառապաշար ներկայացնենք եւ այլն, հա։ Ձեզանից շատերը դա գիտեն, ովքեր որ չգիտեն, խնդրեմ, կարող եք սովորել, մի մոռացեք, որ ChatGPT-ն ինքը արհեստական բանականություն է ու արհեստական բանականությունը ունի սահմաններ։ Դուք էլ մոռացեք ձեր սահմանների մասին ու այն որ ասում է используйте свою фантазию, чтобы выжить максимум։ Հիմա այդ պահն է։ Ձեր մաքսիմալը կարող եք ստեղից դուք վերցնեք, եթե ճիշտ կարողանաք շփվել այս գործիքի հետ կամ օգտագործել։ So I'm gonna paste this and English with programs like fly high for example, and I'm just gonna click enter. Okay, տեսեք։ Խնդրեմ։ Ձեզ տալիս է ձևերը, օրինակները, ու դուք պարզապես կարող եք ամեն ինչը ուսումնասիրելով, կարդալով սովորեք նոր ձևեր բառապաշար ներկայացնելու։ Օրինակ, եթե ինչ է ուզում ժողովուրդ հարցնի, բայց մտքիցս թռավ։ Okay։ Եկեք նշենք, որ I teach online. Այսպես կարճ է։ I teach online. Adapting strategies նայեք, փոխում է ինքը արդեն։ 3 բառ եմ գրել, չէ՞։ I teach online, բայց ինքը արդեն փոխում է ամեն բան, որպեսզի շատ հարմար լինի այն մարդկանց համար, ովքեր on-line են դասավանդում։ Երկար չձգձգեմ ժողովուրդ։ Video conferencing tools, խնդրեմ դաժե ասում է ինչ կարող օգտագործեք դասերի համար, ինչպիսի whiteboard-եր կարող օգտագործեք, tools like Jamboard, Miro. By the way, Jamboard is gone. Չկա ինքը արդեն չեք կարող օգտագործեք, եթե չեմ սխալվում։ Prepare digital materials. Create digital flashcards, slides, interactive PDFs that showcase each new word with pictures and example sentences. Խնդրեմ, այստեղ ինքը ձեզ սովորացնում է, օրինակները տալիս է, մի խոսքով, չեմ ուզում խորանամ, թե ինքը ինչա սովորացնում այստեղ, լավ, որտեվ կարծում եմ անգլերեն դասավանդող մարդը քիչ թե շատ անգլերեն կիմանա, հա, ու կարողանա այս ամեն ինչից գլուխ հանել, սա մեկ, իսկ երկրորդ էլի եմ ասում, նպատակը իմ ձեզ prompt-ը տալն էր ու դուք էլ որ կարողանաք օգտագործեք այս prompt-ը ձեր դասերի ժամանակ։ Այսքան բան, եթե հարցեր ունենաք գրեք կոմենտներում, ես prompt-ը կթողեմ վիդեոյի նկարագրության հատվածում, ձեզանից հասնում է լայքեք վիդեոն, կիսվեք ու կանչեք ձեր գոլեգաներին, լուրջ եմ ասում, կանչեք ձեր բոլոր գոլեգա, ձեր ուսուցիչ գոլեգաներին կներեք իմ հայրենի համար, որովհետև գիշերվա 1000-ն է, ես արդեն չգիտեմ ինչ եմ խոսում, կանչեք, եկեք ստեղծենք community, որտեղ կլինեն ուսուցիչներ,
ովքեր AI չեն անտեսի ու կօգտագործեն իրենց դասավանդման մեջ, կբարձրացնեն իրենց դասերի որակը։ Բարի գիշեր բոլորին, լավ մնացեք։ Դուք ես տեսնելու եք ցերեկը, բայց ես հիմա ձեզ ասում եմ բարի գիշեր։ Bye։